Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում իրենց աշխատանքում եւ կարիերայում։ Ինչ է սպասվում առյուծներին իրենց աշխատանքում, գործերում, կարիերայում, անկախ նրանից թե ով ինչով է զբաղվում։ Տեսնենք։ Ես կընտրեմ երկու տարբերակ հարգելիներս, բայց կարևոր չի, դուք պետք չի ընտրեք ձեր տարբերակը, ես ուղղակի ուզում եմ ավելի շատ ինֆորմացիա ասել։ Տարբեր առյուծների, աշխատանքի, գործերի վիճակը տարբեր է, ես ուզում եմ երկու տարբեր տարբերակներով ասել, հույսով ավելի շատ առյուծների օգտակար լինի ինֆորմացիան, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Առաջին տարբերակը տեսնում եմ այստեղ բաժակների թագուհին եւ տեսնում եմ լուսին։ Ինչ որ սիրտը լցված է մեր թագուհու, այսինքն ինքը կայացած է, մասնագիտություն ունի, գումար վաստակում է, բայց մի տեսակ տխուր է եւ այսպես լուսնով կարող եմ ասել մի քիչ անհանգիստ եւ վստահ չէ իր աշխատանքի վրա միգուցե, այսինքն մի գործ է անում, որի վրա վստահ չէ, կամ աշխատանքից որոշում պետք է կայացնի դուրս գալ մնալ, չեմ կարող ասել, բայց ինչ որ էմոցիոնալ է բավականին, որտեղ աշխատանքի համար եմ նայում եւ ինչ որ կասկածներ էլ ունի։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Այսինքն ամեն դեպքում շատ ուրախ երջանիկ ինչ եմ տեսնում։ Սա կարող է եւ տղամարդկանց եւ կանանց մասին իհարկե կարտը նշանակություն չունի։ Ես տեսնում եմ այսպես էմոցիոնալ հուզված մեկը, որը ինչ որ անհանգստություններ ունի իր կամ աշխատանքի, կամ մասնագիտության, կամ գործունեության հետ կապված։ Տեսնենք։ Այո, երևի թե նման մի բան էլ տեսնում եմ այստեղ։ Ասում եմ, կինը ինչ որ մի քիչ հուզված է, վստահ չէ իր աշխատանքի վրա, ճիշտ գործ է անում, ճիշտ տեղում է աշխատում, կասկածներ եւ անհանգստություններ ունի, եւ կարող եմ ասել, որ ինքը իրականում ուզում է աշխատանքից հեռանալ եւ փոփոխություն է ուզում, տեղափոխություն է ուզում, այո, ուզում է գործից դուրս գալ։ Այդպես կարող եմ ասել։ Ես չեմ կարող ասել, սա գործից դուրս գալ ինչ որ հեռու, ավելի տնից հեռու, երկրից դուրս աշխատանք է փնտրում, չեմ կարող ասել, կարող է այդպես է լինել, բայց կարող է լինել պարզապես ինչ գործունեության, որ զբաղվում է, ինչ աշխատանք, որ հիմա անում է, կամ որտեղ որ աշխատում է, ինքը դժգոհ է, ուզում է դուրս գալ, այ աշտարակով իր նպատակներին չի ասել, այսինքն այս աշխատանքը ինչ որ ձևով իրեն չի գոհացնում եւ 6-ով կարող եմ ասել ինքը ուզում է աշխատանքից դուրս գա, փոփոխություն է ուզում եւ ուզում է նորից տեղափոխության կարգ է, հեռանալու կարգն է, ուզում է գործից դուրս գալ։ Ես տեսնում եմ, որ արդեն ինչ որ աշխատանքի առաջարկություն կամ կա, դրա համար էլ դուք ուզում եք դուրս գալ, ուղղակի դե նոր աշխատանք է, չգիտեմ, ամեն դեպքում լուսնով ինչ որ վախեր անհանգստություններ ունեք, բայց ես իրականում շատ լավ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ դուք կամ առաջարկություն արդեն ունեք հարգելիներս, կամ կստանաք առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Այս առաջարկությունը բավականին հետաքրքիր կլինի, որովհետև 6-ով եւ աստղերով սա ցանկությունների եւ նպատակների երազանքների կարգն է, այսինքն աշխատանքի առաջարկությունը ձեզ կմոտեցնի ձեր նպատակներին։ Դուք խոսքսեք խոսել, բանակցել, իսկ այստեղ ձկների կարտով տեսնում եմ, որ ֆինանսներ գալիս են, այսինքն տեսնում եք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Այսինքն եթե դուք իրականում որոշեք եւ ընդունեք այդ առաջարկը, ձեզ համար կարող է լինել բավականին լավ։ Ես չեմ տեսնում դուք առաջարկը ընդունում եք թե չեք ընդունում առայժմ, բայց ես տեսնում եմ, որ դուք երևի թե ամեն դեպքում առաջարկին ուշադրություն կդարձնեք, այսպես ասեմ, եւ կսկսեք բանակցել, անտարբերության չեք մատնի այս առաջարկությունը, որտեղ դուք առանձին ուզում եք հեռանալ։ Այս առաջարկությունը երկրից դուրս աշխատելու հետ է կապված, թե պարզապես մեկ այլ աշխատանքի անցնելու երկրի ներսում նշանակություն չունի, բայց այս աշխատանքը ձեզ իսկապես կբավարարի ձեր ցանկությունների, հա, ձեր նպատակների ճանապարհը կբացի ձեր առաջ։ Եվ դուք սկսեք բանակցել, կընդունեք աշխատանքի առաջարկությունը ի վերջո, թե ոչ, ես չգիտեմ 2 շաբաթվա ընթացքում, բայց տեսնենք երկու լրացուցիչ կարտեր հանեմ, տեսնեմ սա այս կարտերը ինչ կասեն։ Ես տեսնում եմ, որ դուք առանձին տրամադրված եք փոփոխության,
Եվ այսպեսի առաջարկություն էլ կա, շատ լավ է։ Սա իհարկե վերաբերում այն առուսներին, որոնք այսպիսի վիճակում են։ Նրանք, ովքեր գոհ են իրենց աշխատանքից, նրանց սա իհարկե չի վերաբերում։ Վերաբերում են այն մարդկանց, ովքեր դժգոհ են իրենց աշխատանքից։ Հետաքրքիր կապեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կապեր եմ տեսնում։ Կարող եմ ասել այստեղ եկեղեցականի հավատքի կարտով թրերի 7-ը եւ լուսինը նորից լուսին եմ տեսնում, այսինքն ձեր կասկածներն ու վախերը հենց այնպես չեն առաջացել։ Իրականում ամեն դեպքում ձեզ ինչ որ ձեր հանդեպ լավ չեն վերաբերվել աշխատանքի վայրում այն մարդկանց համար, ովքեր դժգոհ են իրենց, այսինքն կինը այստեղ որ տեսնում էի հուզված, ինքը բավականին լավ էլ մասնագետ է, ասում եմ, չէ, կայացած աղջիկ է իր նպատակին հասել է, երկուսն էլ կարող են եւ կին եւ տղամարդ։ Կայացած է մեր առյուծը, ինչ որ աշխատանքի մեջ, կարիերայում, գործունեության մեջ ինքը բավականին վարպետ է իր գործի, բայց իրականում նախանձ մարդիկ կան, այս դավադիրը տեսնում եք դեմքի այս չար արտահայտությունը, այո, ինչ որ մեկը թիկունքից իրեն կամ հարվածել է կամ փորձում է իրեն խանգարել եւ ինքը դրա համար էլ կասկածներ ուներ, նորից եմ տեսնում, երկու անգամ լուսին դուրս եկավ։ Այսինքն իր վախերն ու անհանգստությունը, որ ուզում էր հեռանալ, այսպես ասած, հուզված էր, չէ՞, ինչ որ մարդկանց պատճառով է, նո մեկի կարող է պատահել, ինչ որ մեկի պատճառով է, ինքը ուզում է աշխատանքից դուրս գալ։ Միգուցե իրեն այդքան էլ լավ չեն վերաբերվում եւ չնայած ինքը լավ մասնագետ է, բայց հավատքը կորցրել է, հավատը, որ այս գործում, որտեղ որ հիմա աշխատում է, ինքը հաջողության կհասնի։ Դրա համար էլ այս կասկածներին, բայց ես էլ եմ ասում, առաջարկություն դուք ունենաք։ Դե հիմա տեսեք, այս կարտը նշանակում է շատ գայթակղիչ առաջարկություն կլինի, շատ գայթակղիչ։ Ես ուրիշ տարբերակ այստեղ չեմ տեսնում այս կարտով, սա այս դեպքում վատ չի նշանակում։ Եվ ոչ միայն շատ գայթակղիչ, այլև լավ, բավականին լավ գումարներ կգա այդ աշխատանքից, հարգելներս։ Դուք ձեր գործի վարպետն եք, ես կարող եմ ասել, այստեղ 8-ն է, 8-ը ֆինանսների եւ շատ գայթակղիչ եւ ֆինանսներն էլ շատ գայթակղիչ կլինեն, այսինքն հետաքրքիր կլինի դուք երևի առաջարկություն անպայման կընդունեք։ Օ, եստեղ ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք, ինչ էսպես լինում է, որ սա զրոյականն է, այսինքն դուք նորից կարող եք գնալ զրոյից սկսել ինչ որ նոր աշխատանք, որտեղ ուզում եք հեռանալ, ասում եմ, չէ, գայթակղիչ առաջարկություն։ Եվ տեսնում եք սա, շատ մեծ հաջողություն եւ լիության կարտն է կարող եմ ասել եւ ֆինանսապես մեծ հաջողության։ Ես այնտեղ էլ տեսա, ընդհանրապես այս չարքի կարտը, որ դուրս է գալիս եւ ֆինանսների հետ, սա նշանակում է բավականին խոշոր գումարներ։ Այսինքն, եթե դուք այս առաջարկությունը ընդունեք, շատ գայթակղիչ առաջարկություն կլինի եւ բավականին լուրջ ֆինանսներ կգան ձեզ դրանից։ Դե որոշումը ձերն է, դուք արդեն տեսնում եք, որ կցանկանաք բանակցել այս առաջարկի հետ կապված եւ դրա արդյունքում կարող եք ինչ-որ եզրակացության հանգել, կամ կընդունեք առաջարկը, կամ չեք ընդունեք, բայց ինձ թվում է կընդունեք, որովհետեւ շատ լավ առաջարկ էր։ Հաջորդը ինչ եմ տեսնում։ Հաջորդը տեսնում եմ 6 պենտակլի կոպեկների եւ տեսնում եմ այգու կարտը։ Կարող են լինել որոշ այստեղ առյուծներ, որոնք on-line գումար են վաստակում, բայց վաստակում են այնքան, որ գալիս է, ինչքան գալիս է, այնքան գնում է, այսինքն ծախսվում է, ձեզ բավարարում է ձեր գումարները, եւ դուք կարող եք ֆրիլանս եք անում, on-line եք աշխատում, սա կարող է այդպես նշանակել։ Ավելի շատ հաղորդակցման հետ է կապված, չեմ կարող ասել ինչ եք անում, կարող է բլոգեր եք կամ չեմ կարող ասել շատ եք խոսում, շատ եք զրուցում եւ գումարներ ձեզ գալիս են, բայց ինչքան որ գալիս է, այնքան էլ գնում է, այսինքն սա շատ մեծ խոշոր գումարների մասին չի խոսվում։ Տեսնենք սա ինչ է ուզում ասել կարտը, կամ միգուցե այդպեսի աշխատանք փնտրում եք կամ անում եք այդ գործը։ Ինչու են ինձ այսպես ցույց տալիս, տեսնենք ինչ կարող է փոխվել այս իմաստով։ Միգուցե դուք պլանավորում եք այսպես on-line ինչ-որ գործ սկսել, գործունեություն, ուզում եք բլոգեր դառնալ, բայց ինչ էլ եթե անում եք, միգուցե ուզում եք նոր, չգիտեմ, այդպես on-line ինչ-որ գործունեություն սկսել, որովհետև ձեր ֆինանսները ձեզ հազիվ են բավարարում, ինչ կար, դուք լավ ֆինանսներ ունեք, ես չեմ տեսնում ֆինանսական խնդիր։ Ուղղակի ինչ գալիս է, ինչպես գալիս, այնպես գնում է։ Ես առուսներին ճանաչելով իրենք ճոխություն սիրում են, այսինքն միգուցե դուք ուղղակի լավ ծախսող եք։ Ես ինչքան գիտեմ, արուսները հատկապես աղջիկները շատ շոպահոլիկ են։ Բաց իմաստով չեմ ասում, սխալ մի հասկացեք հարգելներս, աղջիկ են, երիտասարդ են, սիրուն են, ուզում են հագնվել։ Ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց ուզում է երևի եւս մեկ գործ on-line գործ սկսել, միգուցե ֆինանսներն ավելացնելու համար։ Տեսնենք կարտերն ինչ կասեն։
Կարտերը շատ հետաքրքիր բաներ են ասում, շատ հետաքրքիր։ Ասում են հանդիպեք, զրուցեք, շփվեք մարդկանց հետ, տեսնում եք, դուք ինքներդ մենակ աշխատանք եք փնտրում կամ ուզում եք ձեր, չգիտեմ, գործունեությունը փոխել, աշխատանքից հեռանալ, որովհետև ասում եմ, չէ, կարծում եմ, որ ճիշտ եմ գլխի ընկել։ Այստեղ ասում է, ինչ որ աշխատում եք, ինչ գործունեություն որ ունեք, ձեզ բավարարում է այնքան, որ գումարը ինչքան գալիս է, այնքան գնում է։ Այսինքն ձեզ լրացուցիչ գումարներ չեն մնում եւ չի բավարարում սա ձեզ։ Դուք պարզապես յոլա եք գնում, այսպես կարող եմ ասել։ Եվ դուք ուզում եք ինչ որ նոր գործունեություն սկսել։ Միգուցե ել եմ ասում օնլայն ինչ որ գործ, բլոգեր դառնաք, ֆրիլանս անեք, ինչ որ լրացուցիչ կողքից եկամուտներ եք ուզում։ Եվ կարող եմ ասել, այո, դուք միգուցե նաև ուզում եք գործից դուրս գալ ընդհանրապես ձեր գործը սկսել, չեմ կարող ասել, որովհետև ես այստեղ տեսնում եմ հանդիպումների կարտը, այսինքն հանդիպում եք, շփվում եք մարդկանց հետ։ Այստեղ նաև, եթե այս կարտը չլիներ, մի քիչ այլ բան կտեսնեի, բայց կորստի կարտը նշանակում է, որ դուք երևի ուզում եք կտրուկ ընդհանրապես փոխել ձեր գործունեությունը։ Այսինքն այս գումարները, որ գալիս էին ու գնում էին, ձեզ չէր բավարարում։ Միգուցե ընդհանրապես ուզում եք գործունեությունը փոխել, ոչ միայն լրացուցիչ գումար վաստակել։ Այո, կարծում եմ, որ դուք ուզում եք, ձեր աշխատանքը շատ ձեզ բավարարում էր, գոհացնում էր, այո, դուք ուղղակի ուզում եք փոխել, որովհետև ուզում եք շատ ավելի լավ աշխատանքի անցնել, նոր գործունեություն եք ուզում սկսել։ Դրա համար ինչ որ արդեն ունեք, ելի եմ ասում, ձեզ բավարարում էր, գումարները եւ գալիս էին եւ ծախսում եք, բայց մի տեսակ բալանսի մեջ եք կարողանում ձեզ պահել, բայց հիմա դուք կարծես նոր ծրագիր ունեք եւ դուք ձեր կամքով եք հեռանում, ձեզ չեն հեռացնում, դուք աշխատանքից ուզում եք դուրս գալ, փոխել ձեր գործունեությունը։ Իսկ ես ինչ եմ տեսնում այստեղ, ճիշտն ասած, եւ խաչի 10 եմ տեսնում, եւ տեսնում եմ սրտի 10-ը, այսինքն ֆինանսներ ձեզ կգան։ Ֆինանսներ ձեզ կգան, գիտեք, Արջը ընդհանրապես այսպես լավ բիզնեսմեն է, մասնագետ է։ Ես կարող եմ ասել, միգուցե դուք ձեր սեփական գործն եք ուզում սկսել, հարգելիներս։ Այսինքն դուք ուրիշի համար աշխատում եք, ինչ որ անում եք, լավ էր, գոհացնում էր, բայց ֆինանսները այդքան շատ չէին։ Միգուցե հիմա դուք ուղղակի ձեր անձնական գործն եք ուզում, միգուցե ինչ որ մեկի հետ եք ուզում գործ անել, չեմ կարող ասել, երկուսով ընկերոջ հետ, բայց չգիտես ինչ ինձ թվում է, դուք ուզում եք ձեր անձնական գործը սկսել։ Եվ այդ դեպքում ձեր ֆինանսները կավելանան, շատ ավելի կլինի, քան ձեր աշխատավարձներ։ Իրականում հաջող եմ տեսնում եւ փոփոխություն տեսնում եմ, այո, իսկ ինձ թվում է, այո, դուք ուզում եք ձեր աշխատանքը թողել եւ նոր գործունեություն կամ նոր մասնագիտություն է կամ նոր գործ եք սկսում կամ ձեր սեփական գործն եք սկսում կամ ասում եք, չէ, օնլայն եք ուզում, բլոգեր եք ուզում դառնալ, ինչ որ ուզում եք անեք։ Իրականում շատ հաջող եմ տեսնում։ Եթե ուզում եք անել, այստեղ ճանապարհին տեսնում եմ, որ դուք դեռ որոշումը կայացնում եք, վերջնական որոշում միգուցե չեք կայացրել, ու դրանից հետո էլ տեսնում եմ արևը։ Աչիկը շատ լավ կլինի։ Ես գումարները տեսնում եմ, որ գալիս են եւ սա ավելի շատ գումար է, քան աշխատավարձով էր գալիս։ Եվ եթե դուք այդպիսի պլան ունեք, ուզում եք ձեր սեփական գործը սկսել, բավականին հաջող եմ տեսնում։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք, եթե դուք այդ որոշումը իհարկե կայացնեք։ Շատ լավ է։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին իրենց աշխատանքում, կարիերայում, գործունեության մեջ հաջորդ 1 կամ 2 շաբաթվա ընթացքում։ Ինչ է սպասվում կույսերին։ Ես հարգելիներս կանեմ 2 տարբերակ, պարզապես ավելի շատ ինֆորմացիա տալու համար։ Դուք կարող եք ընտրել, կարող եք չընտրել ոչ մի տարբերակ, որը ձեզ կվերաբերի, այն էլ ձեզ վերագրեք։ Ես ուղղակի ուզում եմ տարբեր բաներ ասել տարբեր կույսերի, որպեսզի միատեսակ ինֆորմացիա չլինի, շատ մարդկանց կարողանամ օգտակար լինել։ Որտեղ տարբեր կույսերի համար, ինչպես հասկանում եք, գործերն ու աշխատանքի պայմաններն ու իրավիճակը կարող է լինել շատ տարբեր։ Տեսնենք ում մասին է այսօր, ինչ կասեն կարտերը։ Օգնող կարտերն էլ ավելացնեմ առաջին տարբերակի եւ երկրորդ տարբերակի համար։ Առաջին տարբերակում տեսնում եմ ինչ։ Տեսնում եմ այստեղ պենտակլի ասպետին եւ տեսնում եմ 9։ Կարող եմ ասել, որ այս տեսակի կույսերը աշխատում են, աշխատավարձ ունեն, գումարները գալիս են, ֆինանսական ճգնաժամի մեջ չեն։ Պարզապես իրենք փոփոխություն են ուզում, որովհետև շատ դանդաղ է գալիս գումարները։ Գալիս են, ես ցես եմ ասում, ճգնաժամ չեմ տեսնում, ուղղակի շատ դանդաղ են գալիս։ Իրենց մի տեսակ չի բավարարում եւ իրենք փոփոխություն են ուզում։ Տեսնենք։
Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ինչքան փորձում եմ քիչ կարդանել, միևնույն է չի ստացվում։ Ես տեսնում եմ այստեղ բանալին ձեր ձեռքում, այսինքն դուք ինչ-որ որոշում պետք է կայացնեք։ Եթե դուք ուզում եք փոփոխություն, չէ, ասում եմ այստեղ գումարները շատ դանդաղ են գալիս, չգիտեմ ինչ գործ եք անում, ինչով եք զբաղվում, ֆինանսները շատ միգուցե քիչ են գալիս եւ քիչ են գալիս եւ շատ ուշ են գալիս։ Եվ դուք ուզում եք փոփոխություն։ Իսկ կարտերն ինձ հուշում են, որ փոփոխություն իրականում ձեր ձեռքում է։ Բանալին ձեր ձեռքում է, կփոխվի թե չէ։ Ինստինկտին ոչինչ չի փոխվելու։ Այս դեպքում կարող եմ ասել, դուք պետք է ուղղակի ինչ-որ որոշում կայացնեք ձեր համար։ Ես այստեղ տեսնում եմ արջը, այսինքն աշխատավարձ ունեք, ուղղակի այսպես չնայած ստաբիլ է, կայուն է, բայց էլի գումարները կամաց են գալիս, ուշ են գալիս, ձեզ չեն բավարարում, բայց դուք աշխատանք ունեք, ասում եմ, դուք գումարները այսպես վաստակում եք։ Ես այստեղ տեսնում եմ տուն, կլինեն մարդիկ, որ միգուցե տնից եք աշխատում կամ տան առքու վաճառքով եք զբաղվում, ես մի տեսակ վստահ չեմ։ Դրանից հետո տեսնում եմ աղվեսը, տեսնում եմ գերանդին եւ տեսնում եմ ծաղիկները։ Այնքան խառը կարտեր եմ տեսնում, մեկը մեկի հետ ոչ մի կապ չունի։ Ինչ մի վարքյան ժամանակ տվեք, ես մի րոպե հասկանամ այս բոլորը ինչպես կարող եմ իրար կապել, շատ հետաքրքիր է։ Էլ եմ ասում, ֆինանսներում, եթե ինչ-որ փոփոխություն, դուք ինքներդ պետք է փոփոխություն անեք, հարգելիներս, դուք ստաբիլ աշխատում եք, շատ հարմարավետ, միգուցե ձեր այդ կոմֆորտ զոնայից, ինչպես ասում են, հարմարավետության գոտուց դուրս չեք ուզում գալ, բայց միգուցե ժամանակն է դուրս գալու։ Այսինքն տնից էլ, այսինքն եթե նույն աշխատանքի վայրում այսպես շատ հարմարավետ մնացել եք, երկար տարիներ աշխատում եք եւ աշխատավարձը չի բարձրանում եւ տեղից չի շարժվում, որտեղ դուք այսպես որտեղ դե շատ հարմար եք զգում ձեր աշխատանքի վայրում, շատ երկար ժամանակ եք աշխատում, այո, շատ, տեսնում եք, արջն է հարմար, տունը ամենահարմար տեղն է, չէ, բոլորի համար։ Այսինքն դրա համար էլ ոչինչ տեղից չի շարժվում։ Աշխատավարձն էլ չի բարձրանում, ձեզ պետք է նոր աշխատանք գտնել, միգուցե ինչ-որ պետք է որոշում կայացնել, միգուցե եւ կտրուկ։ Ես իրականում լավ եմ տեսնում, եթե փորձեք հանդիպել մարդկանց հետ, մյուս կողմից հնարավոր է ձեզ աշխատանքի առաջարկություն իրականում ինչ-որ մեկն անի, որովհետև ինքը կարող է նել աշխատանքի առաջարկություն կարող են անել, բայց ես պետք կլինի արագ որոշում կայացնել։ Ձեզ անհրաժեշտ կլինի արագ որոշում կայացնել։ Իրականում մարդկանց հետ կգնաք, կհանդիպեք, այստեղ տեսնում եմ բանակցությունները կսկսեք։ Ծաղիկներով կարող եմ ասել, որ երևի թե լավ կվերջանա։ Ես դրացիչ կարտեր հանեմ տեսնեմ, ինչ կարող եմ տեսնել։ Բայց այո, այդպես կարող են։ Դուք շատ հարմարավետ եք աշխատանքի վայր, համ դժգոհ եք, որ գումարները քիչ են գալիս, բայց համ էլ չեք ուզում փոխել աշխատանքը, որովհետև ձեզ շատ հարմար եք զգում։ Այդ հարմարավետությունն է ձեզ պահում։ Իրականում աշխատավարձը ձեզ չի բավարարում, առաջխաղացում չկա, աշխատավարձը չի բարձրանում, ուղղակի շատ հարմար է, չեք ուզում աշխատանքից դուրս գալ։ Բայց եթե աշխատանքի առաջարկություն հանկարծ ստանաք, միգուցե նաև ձեզ համար անսպասելի, հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում, կարտերը հուշում են, որ արժի, եթե ուզում եք իհարկե փոխել իրավիճակը, եթե ուզում եք փոխել, այո, տեսնում եք, այստեղ նոր առաջարկություն, նոր գաղափար եմ տեսնում, տեսնում եք, կարտերը ինստինկտիվ դուրս եկան, լրացուցիչ կարտեր չեմ հանի։ Կարտերը ինստինկտիվ դուրս եկան, սա ջահերի տուզն է, իսկ սա 8-ն է բաժակների։ Տեսեք, բաժակների փորձը, ինչ որ աշխատել եք, այս շատ հարմարավետ լավ աշխատանքում, դուք այսպես փորձ ձեռք եք բերել։ Սա հիասթափված մարդը չի, սա մարդը, որը որոշել է նոր ճանապարհ ընկնել։ Այո, եթե գումարները քիչ էին գալիս, լճացել եք, որովհետև պարզապես հարմարավետ էր աշխատանքում։ Նոր գաղափար կա, նոր աշխատանքի առաջարկություն կլինի եւ կարտերը խորհուրդ են տալիս, որ գնաք այս նոր գաղափարի ետևից։ Դե եթե դուք 60, 70, 65 տարեկան չեք, որ շատ մեծ եք արդեն եւ փոփոխություն չեք ուզում, ձեզ հարմար է, սա իհարկե այդպիսի այդ տարիքի մարդկանց չի վերաբերում։ Մենք ավելի միջին տարիքի մարդկանց, որոնք աշխատել են բավականին ժամանակ, բայց տեղից չի շարժվում ոչինչ, կարտերը խորհուրդ են տալիս, եթե կլինի նոր միգուցե դուք ինքներդ մտածեք ինչ-որ մի նոր գաղափարի մասին, փորձեք նոր տարբերակներ գտնել։ Իսկ եթե կոնկրետ մարդկանց առաջարկություն կլիներ, կարտերը հուշում են, որ արժի, որ թողեք գնաք այս նոր գաղափարի ետևից։ Սա իրականում շատ դրական կլինի ձեզ համար։ Ում ինչպես վերաբերում է հարգելիներս, այդպես էլ կարող եք ընդունել։ Ինձ համար դժվար կլինի բոլորիդ այսպես 100%-ով ճշգրիտ ինֆորմացիա տալիս, այդպես եմ տեսնում։ Հարմարավետությունն է ձեզ պահում այս աշխատանքի վայրում եւ ոչ թե ֆինանսները։ Դուք իրականում ուզում եք փոփոխություն։ Եթե ձեզ կտրվի հնարավորություն, կարտերը հուշում են արժի գնալ այդ հնարավորության ետևից։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում։ Տեսնում եմ այստեղ ուժեղության կարտը եւ տեսնում եմ այստեղ արագիլը, երկուքին եմ տեսնում իրականում, բայց պարտադիր չի այստեղ բնականաբար կնոջ մասին լինի խոսքը։ Ես տեսնում եմ, որ դուք էլի շատ լավ մասնագետ եք, շատ այսպես
վստահ եք ինքներդ ձեր ուժերին, ձեր գիտելիքներին, ձեր մասնագիտության վրա, իսկ կարծում եմ, որ դա բավականին ձեզ օգնում է աշխատանքում։ Չէ, դուք շատ ձեզ հանգիստ եք զգում աշխատանքի վայրում, բայց ինչ որ դուք եք փոփոխություն ուզում, ընդ որում այստեղ փոփոխություն տեսնում եմ տնից դուրս գալ, բնակության վայր փոխել, միգուցե ձեզ դրսից ինչ որ աշխատանքի առաջարկություն լինի։ Տեսնենք։ Տեսնենք ինչ է նշանակում առյուծը եւ արագիլը առյուծ ներողություն կույսերի համար։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Այս դեպքում մի քիչ այլ բան եմ տեսնում, ճիշտն ասած։ Տեսնում եմ, որ բավականին դուք լավ ֆինանսներ աշխատել եք, առաջխաղացում աշխատանքի վայրում ունեցել եք։ Ես այստեղ տեսնում եք, այսպես կարող եմ ասել, այս ուժեղ որ ասում եմ, բավականին կայացած եք, լավ մասնագետ եք, այո, կարող եմ ասել առաջի կարտով, որ դուք լավ էլ գումարներ եք վաստակել, աշխատանքում կարիերայում առաջխաղացում ունեցել եք, դուք շատ այսպես լավ եք ձեզ զգում ձեր աշխատանքում, ձեր մասնագիտությամբ, լավ էլ գումարներ վաստակել եք։ Պարզապես չեմ կարող ասել, ինչ խոչընդոտ, ինչ խնդիր կա վերջերս, ինչ որ մի տեսակ ձեզ կանգնել է, այսինքն ինչ որ առաջխաղացման հասել եք, դրանից հետո մի տեսակ կանգնել է ամեն ինչ, բայց դուք շատ ավելին եք ուզում, դուք տզով, կարող եմ ասել, շատ հեռու գնացող պլաններ ունեք, եթե դուք հատկապես երիտասարդ կամ միջին տարիքում եք, այս լճացումը, այսինքն այս առաջխաղացումը ժամանակավոր ձեզ չի բավարարում, դուք ինչ որ բանի հասել եք, դրանից հետո կանգնել է ամեն ինչ, ավելին ձեզ չեն առաջարկում աշխատանքի վայրում կամ ձեր գործունեությամբ, ինչ էլ որ անում եք, մի տեսակ այսպես երկար ժամանակ ամեն ինչ մնացել է կայուն, բայց դա ձեզ չի բավարարում, դուք ուզում եք տուզ, դուք շատ ավելի լավ եք ուզում, առաջ եք ուզում գնալ ավելի, եւ ես տեսնում եմ այստեղ այս կարտով, որ դուք փոփոխություն եք ուզում, շատ մեծ փոփոխություն եք ուզում, մտածում եք միգուցե գնալ դրսում աշխատել, տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Միգուցե կարիերան է պարզապես ինչ որ կանգնել, առաջխաղացում չկա։ Այնտեղ հիշում եք, ֆինանսներն էին դանդաղ գալիս։ Իսկ այստեղ ֆինանսի խնդիր չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ, որ կարիերան է կանգնել, մարդը առաջ գնալու, կարիերա անելու նպատակներ ունի։ Մի տեսակ ինչ որ միտեղ հասել է ու դրանից հետո էլ առաջ չի գնում։ Երկրորդ տարբերակում էլ կույսերը ուզում են փոփոխություն։ Այս ինչ լավ կարտեր եմ տեսնում, այս ինչ կարտեր եմ տեսնում։ Այս կարտն էլ կարող եմ, այստեղ էլ թագուհիներ եմ տեսնում։ Հիշում եք, այստեղ ասում էի շատ մեծ պլաններ ունեք տզով, տեսնում եմ շատ հեռու գնացող պլաններ ունեն որոշ կույսեր։ Կարող եմ ասել, տեսեք ինչ հոյակապ կարտեր եմ տեսնում եմ այստեղ պենտակլի թագավորը, տեսնում եմ արագության կարտը ջահերի, տեսնում եմ այստեղ կայսրուհին եւ տեսնում եմ պենտակլի թագուհին, ասինքն թագավոր, թագուհիներ եւ պենտակլի, ասինքն սրանք ամենահարուստ, հա, թագավորն ու թագուհին են։ Ես կարող եմ ասել այստեղ կույսերը, եթե անգամ կույսը ուզում է իր կնոջ հետ միասին ընտանիքով ուզում է տեղափոխվել անգամ երկրից դուրս, այդպիսի տարբերակել կարող է լինել, որտեղ շատ հեռու գնացող պլաններ ունեն, բավականին խոշոր գումարների մասին եմ տեսնում այստեղ խոսքը, ինչ որ արագ սկսի շարժվել, տես այստեղ ասում էի, չէ, եթե հիշում եք, ասում ինչ որ կանգնել էր, ինչ որ առաջխաղացում չկար, հանկարծ ինչ որ աշխուժություն կլինի, ես չգիտեմ այս մարդը ով է, ումից կարող է գալ, ինչ որ առաջարկություն կգա, գաղափար կգա, թե տղամարդու մտքում այս սրտի տզով էլ տղամարդը ինք տեսնում է այստեղ։ Եթե տղամարդը, որտեղ ես կին եմ տեսնում, այստեղ միգուցե մենակ իրեն չի վերաբերում որոշումը, կնոջ հետ միասին պետք է այս տեղափոխությունը միասին կլինի, փոփոխությունը, այդպես էլ եմ տեսնում, երկու տարբերակներ կարող է լինել, տեսեք։ Այսինքն կամ այս տղամարդուց որոշում է, կամ տան տղամարդն է որոշումը կայացնում, շատ այսպես արագ պետք է որոշումը կայացնել, եւ շատ լուրջ մեծ այսպես գաղափար կա կամ լուրջ առաջարկություն են անում իրենց եւ իրեն կնոջ հետ կարող են գնալ ուղակի դուրս աշխատելու կամ նոր աշխատանք գործունեություն են սկսում միասին կամ պարզապես այսպես երկրից կարող են դուրս գալ, բայց շատ լուրջ ֆինանսների մասին է խոսքը։ Ես իրականում տեսնում եմ շատ կայացած մարդիկ եւ առայժմ տեսնում ոչինչ չի խանգարում ձեզ նպատակներին հասնելու համար։ Դե հարգելիներս, եթե ասեմ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում այսպես հարստանալու եք, երևի թե չեք հավատա, չէ, ես էլ չեմ հավատում։ Բայց որ այսպես շարժ կլինի այս կանգնած վիճակից,
շարժ կլինի դեպի ձեր նպատակները եւ այստեղ շատ կերպարներ եմ տեսնում մարդիկ են առաջարկություններ են անում զրուցում եք շփվում եք թե դա ել եմ ասում ընտանիքով եք գնում որտեղ շատ այսպես մարդիկ եմ տեսնում եւ կին եմ տեսնում եւ տղամարդ եմ տեսնում իսկ պենտակլներով այսպես թագավոր թագուհի կարող եմ ասել որ սրանք կարող ամուսիններ են դրա համար եմ ասում ընտանիքով կամ ամուսիններով եք գնում Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, դուք շատ հեռու գնացող նպատակներ ունեք, աստվածտա նպատակներին հասնեք, բայց սկիզբը դրա կարող եք դնել, ասենք, հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում։ Եթե բանակցություններ վարում եք, առաջարկություններ արդեն ունեիք, ինձ թվում է ճանապարհը բաց է։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին։ Հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում աշխատանքի եւ կարիերայի կամ գործունեության մեջ ինչ փոփոխություններ կարող են լինել կշեռքների աշխատանքում կամ գործունեության մեջ անկախ նրանից թե ինչով եք զբաղվում Ես կդիտարկեմ երկու տարբերակ, պարտադիր չի դուք ընտրեք որևէ տարբերակ, հարգելիներս, ես ուղղակի ուզում եմ ավելի շատ ինֆորմացիա ասել տարբեր կշեռքների համար, մի տարբերակով այդպես մի տեսակ ինֆորմացիան կարող է բոլորին չվերաբերել։ Որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Օգնող կարտերն էլ հանենք։ Շատ լավ։ Տեսնենք առաջին տարբերակով ինչ են ասում կարտերը։ Տեսնում եմ տուն եւ տեսնում եմ այստեղ 9 ջահերի։ Տուն։ Գործունեության մեջ տեսնում եմ տուն։ Միգուցե կան կշեռքներ, որոնք տնից են աշխատում։ Միգուցե տան արքու վաճառքով են զբաղվում։ Միգուցե բավականին ջանքեր են թափել, բավականին, չգիտեմ, այսպես բավականին դժվար աշխատանք են արել եւ վերջապես կարողացել են այսպես հարմարավետ, չէ՞ մարդիկ ամենաշատը, ես այդպես եմ տեսնում աշխատանքի հետ կապված, որ տունը կարող է լինել ամենահարմար վայրը, չէ՞, մենք միշտ ամենահարմարը մեր տանն ենք զգում, տնից լավ տեղ չկա եւ այդքան ջանքեր թափելուց հետո վերջապես դուք ձեզ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքում։ Մյուս կողմից կարող է լինել տունը կարող է ենթադրել 4 պատ, այսինքն մի տեսակ մնացել եք, լճացել եք նույն տեղում, նույն աշխատանքում, նույն գործն եք անում անդադ եւ մի տեսակ հոգնածել է ձեզ։ Միգուցե տեսնենք։ Տեսնենք ինչ է կատարվում աշխատանքի վայրում կշեռքների համար։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում եւ ոչ միանշանակ։ Տեսնենք, այստեղ տեսնում էի տուն եւ տեսնում էի ջահերի 9։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կերպարներ եմ տեսնում շատ, եւ կանայք, եւ տղամարդիկ։ Ինչ հետաքրքիր է։ Ես 1-2 վայրկյան սպասեք, ես մենք փորձեմ հասկանալ այստեղ ինչ եմ տեսնում։ Եթե դուք տան արքու վաճառքով եք զբաղվում եւ բավականին զբաղված եք ձեր աշխատանքում, ապա ես տեսնում եմ առաջիկայում այսպես սրտի կարտով, որ դուք շատ լավ կզգաք ձեզ, շատ այսպես տարբերակներ, առաջարկներ կունենաք տարբեր մարդկանցից, ես տեսնում եմ, բայց ես ճիշտն ասած չգիտես ինչու չեմ հավատում, որ սա տան արքու վաճառքի հետ կապված աշխատանք է, չգիտես ինչու ինձ այդպես չի թվում։ Ես կարող եմ ասել ջահերով տեսնում եմ, որ իրականում դուք բավականին շատ ջանքեր եք թափել, բայց միևնույն է մնում եք այսպես 4 պատի մեջ, աշխատանքի վայրում առանձնապես փոփոխություններ չի լինում։ Դուք երևի ձեր աշխատանքը սիրում եք եւ չեք ուզում ձեր աշխատանքից դուրս գալ։ Բայց միևնույն ժամանակ չափից ավել աշխատանք եք դնում եւ ոչինչ առանձնապես տեղից չի շարժվում։ Միայն աշխատանք սիրելը կարծես է ձեզ չի բավարարում։ Մի տեսակ ընտրության առաջ եք կանգնած։
շատ բարդ իրավիճակ է եւ ձեզնից կախված չի, ես չեմ կարող ասել սա, ինչի հետ է կապված, ձեզնից ամեն դեպքում կախված չի, բայց խառիտը զով աղջիկը հեռանում է, այսինքն միգուցե չեմ կարող ասել, ինչ որ դուք սիրում եք ձեր աշխատանքը, ելի եմ ասում, բայց այսպես շատ պատահաբար ճակատագրի բերումով, ինչպես անկախ ձեզնից կարող է դուք կանգնած լինեք ընտրության առաջ հեռանալ աշխատանքից։ Այստեղ տեսնում եմ մարդ, որը կարող է ձեզ օգնել իրականում, խորհուրդ տալ։ Չգիտեմ, սա ձեր վերադասն է, ձեր մեկն է, որի հետ աշխատում եք, որովհետև ես տեսնում եմ, դուք չեք ուզում աշխատանքից դուրս գալ։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում, որ դուք աշխատանք կորցնում եք։ Իսկապես չեմ տեսնում։ Ու չնայած որ առաջ խաղացում էլ չեմ տեսնում, որտեղ մի տեսակ, այսպես եմ ասում, 4 պատի մեջ աշխատանքը գործ կա, շատ կա, անում եք, բայց մի տեսակ մնացել եք նույն տեղում, բայց սիրում եք ձեր աշխատանքը, բայց միևնույն ժամանակ ընտրության առաջ եք կանգնած եւ ընտրությունը աշխատանքից հեռանալն է։ Շատ տարօրինակ եմ տեսնում, անկեղծ ասած գլխի չեմ ընկնում։ Ես ինչ էլ որ լինի, ամեն դեպքում հաջողության կապն եմ տեսնում, փոփոխությունը ձեզ համար դրական կլինի, հարգելիներս, բայց անկեղծ ասած ես այստեղ եթե ձեզ ինչ որ ձևով վերաբերում է գլխի կընկնեք, բայց ելի եմ ասում, դուք ուզում եք աշխատանքի վայրում մնալ, բայց անկախ ձեզնից կարող եք ընտրության առաջ կանգնացնել։ Ամեն դեպքում կա մի մարդ, ես չեմ կարող ասել կին է տղամարդ, աշխատանքի վայրում է թե ով է, ինչ-որ մեկը ձեզ կարող է խորհուրդ տալ, մասնագետ է, ով է, չեմ կարող ձեր վերադասնելով եմ կրկնում, չեմ կարող ասել, բայց կարող է ձեզ խորհուրդ տալ։ Եթե կա այսպիսի կշեռքներ կան, երևի դուք կհասկանաք ինչի մասին է խոսքը, որտեղ ինձ համար մի քիչ անհասկանալի է, շատ պարզ չեմ տեսնում։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Հարգելիներս, դուք հասկանում եք, չի կարող բոլոր կշեռքներին այսպես վերաբերել։ Կշեռքներ կլինեն շատ հարմարավետ աշխատում են, լավ են զգում, ոչ մի փոփոխություններ չի լինի իրենց աշխատանքում։ Սա վերաբերում է կոնկրետ որոշ մարդկանց։ Իսկ ում որ վերաբերում է, իրենք կհասկանան, որ իրենց մասին է խոսքը։ Խնդրում եմ բոլորը ձեզ չվերագրեք, չնեղվեք։ Սա բոլորին չի կարող վերաբերել։ Այո, անկեղծ ասած տեսնում եմ, հետաքրքիր կարտեր եմ տեսնում շատ։ Ես էլի տեսնում եք, նույն բաներն եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ էմոցիոնալ կին, տեսնում եք, կանգնած է թագուհին բաժակը ձեռքին։ Այո, շատ էմոցիոնալ է, ինքը լավ էլ աշխատել է, ասում է, այնտեղ էլ ինչ որ այնտեղ ասում է, կարտերը կրկնվում են։ Ինչ որ առաջարկություն կա, չգիտեմ, ինչ են առաջարկում իրենց, կամ միգուցե նոր ոչինչ չեն առաջարկում, ասում է, չէ, տան կարտով կարող եմ ասել, որ մնացել եք նույն տեղում։ 4 պատի մեջ այդ նույն աշխատանքը, նույն գործը անդադ անում եք ռուտինի պես ամեն օր անեմ, ամեն օր ձանձրանում եք, բայց դուք սիրում եք ձեր աշխատանքը, միևնույն է, այդ նույն ռուտինի մեջ, այսպես թեկուզ նույն գործը անելով էլ դուք սիրում եք ձեր աշխատանքը, բայց հուզված եք, որովհետև մի տեսակ առաջարկություն կա, առաջարկությունը կապված է աշխատանքից հեռանալու մասին։ Ես չեմ կարող ասել, սա ինչպես կարող է այսպես լինել, բայց մի տեսակ դուք կանգնում եք այդպիսի այո ընտրության առաջ, որ դուք իրականում ընտրություն պետք է կատարեք, ճանապարհով նույն բաներն եմ տեսնում ուղղակի տարբեր կարտերով։ Եվ այո, առաջարկությունը հեռանալն է աշխատանքից։ Կյանքն է առաջարկում անսպասելի, այսպես ձեր առաջ հարց է կանգնում, հասկանում եք, հեռանալու մասին, բայց իրականում ես չեմ տեսնում ձեզ չեն հեռացնում։ Ուղղակի այսպես ինստինկտյան հանկարծ պատահաբար այնպես է ստացվում, որ դուք կարող եք ստիպված լինեք, թողնեք եւ հեռանաք։ Բայց ես ոչ մի բացասական բան անկեղծ ասած դրա համար չեմ տեսնում։ Ես այս դերի կարտն էլ պետք է հանեմ։ Եվ տեսնում եմ, այո, թողնում եք հեռանում եք աշխատանքից, եթե թողնեք հեռանաք, եթե այդպիսի իրականում փաստի առաջ կանգնած լինեք եւ դուք որոշեք հեռանալ, պետք է 0-ից նորից սկսեք ինչ-որ նոր աշխատանք, դա կարող է մարդկանց վախեցնել, որտեղ ձեր աշխատանքը ձեզ դուր էր գալիս, չնայած այսպես շատ 4 պատի մեջ ռուտինայով, այսպես գործ եք անում, որից առաջ խաղացում չկար, բայց ես կարող եմ տեսնել, որ թե 0-ից ինչ-որ նորից սկսեք նոր աշխատավայրում, նոր գործունեություն սկսեք, իրականում շատ լավ կարող է ձեր համար լինել, շատ ավելի բարեկեցիկ կյանքով կարող եք ապրել։ Շատ ավելի հաջողություն եւ ֆինանսներն ավելի շատ կլինեն եւ գործը ավելի հետաքրքիր կլինի։ Մյուս կողմից կարտերը ստերում տեսնում եմ այս կարտը բաժակների 9 առաջարկում է, որ եթե դուք լավ մասնագետ եք եւ գործից դուրս գաք, միգուցե տարիքով եք արդեն, դա էլ կարող է լինել, դուք արդեն երիտասարդ չեք, մոտավորապես թոշակի գնալու ժամանակն է, այդպես կարող է լինել, միգուցե կարող է, այդպես էլ կարող է լինել, գիտեք, այսինքն խնդիրը այսպես ճակատագրով, որ ասում եմ, այսպես ձեր արժեվ խնդիր է առաջանում, որտեղ չեմ տեսնում գործից հանել, այլ ուղղակի միգուցե դուք թոշակի պետք է անցնեք եւ ձեզ ուզում են բացատրել, որ ժամանակն է, դուք պետք է թոշակի գնաք եւ դա բարդ է ձեզ համար, դուք չեք ուզում
առայժմ թոշակի գնել, բայց միգուցե եւ այդպես ստիպված լինեք, ես այդպես եմ զգում անկեղծ ասած։ Եթե որոշ մարդկանց կվերաբերի, դրան է վերաբերում, շատ երկար եք աշխատում, մարդիկ չեն ուզում ձեզ հեռացնել, բայց ուզում են այսպես ասած ոնց որ թե հասկացնել, որ ժամանակն է, որ անցնեք թոշակի, եւ ձեզ համար նոր կյանք է, որ դուք դրանից միգուցե անհանգստանում եք, վախենում եք, իսկ ես տեսնում եմ վախենալու բան չկա։ Ես տեսնում եմ, որ ձեզ համար դա կարող է հաջող լինել, միևնույն ժամանակ կարտերը հուշում են, դուք այսքան երկար աշխատել եք, նույն գործն արել եք, դուք բավականին վարպետացել եք, միգուցե դուք սկսեք սովորեցնել ուրիշներին։ Հասկանում եք, դուք հիմա կարող եք ուղղակի գործը սովորեցնել ուրիշներին եւ դրանով գումար վաստակել։ Ոչ թե աշխատել այստեղից, եթե թոշակի պետք է գնաք, ձեր տարիքի համաձայն միգուցե ձեզ մեկ այլ տեղ գործի չվերցնեն, դուք ինքներդ սկսեք սովորեցնել, օնլայն կսովորեցնեք, թե ինչ որ չեմ կարող ասել ինչ մասնագիտություն եք, որ ինչ կարող եք սովորեցնել, բայց կարող եք սովորեցնել։ Օրինակ, եթե դուք անգլերենի ուսուցչուհի եք, դուք կարող եք աշակերտներ բարդ եւ անգլերեն սովորեցնել եւ դեպպես գումար վաստակել, որովհետեւ ես տեսնում եմ, որ ձեր մասնագիտությունը, որ դուք ձեռք եք բերել այս 9 բաժակներով, իսկ բաժակը բարձրացնել նշանակում է դուք հիմա կարող եք նաեւ կիսվել ուրիշների հետ ձեր գիտելիքներով, այսինքն փոխանցել ձեր գիտելիքները այլ մարդկանց։ Եվ ես տեսնում եմ, դուք շատ ավելի լավ կյանքով կապրեք, շատ ավելի բարեկեցիկ կյանքով կապրեք, եւ իրականում այս փոփոխությունը եւ հիմարի կարտով տեսնում եմ 0-ից նորից սկսելը շատ ավելի լավ կլինի ձեզ համար, հարգելներս։ Եթե կան այսպիսի կշերտներ, որոնց սա վերաբերում է, իրենք ուրեմն կհասկանան, այո, ես կարող եմ ասել այդտեղ ինչ որ նմանություն եմ տեսնում։ Միգուցե կադրերի փոփոխություն է լինում եւ ձեր հաստիքը փակվում է, այսպես կարող է լինել, եթե թոշակի հետ ոչ մի կապ չունի։ Իսկ եթե ունի, ուրեմն այդպես, ինչպես որ ասեցի։ Տեսնենք երկրորդ տարբերակին ինչ է սպասում։ Երկրորդ տարբերակով կարող եմ տեսնել, որ բաժը բաժակը ձեռքին եւ տեսնում եմ նամակը 7 ղարի։ Ինչ որ մի նոր առաջարկություն եմ տեսնում, այո, նորից, այստեղ էլ սա տարբեր պատմություն է իհարկե, նոր ինչ որ առաջարկություն է, միգուցե գործունեության հետ կապված եւ ինչ որ ինֆորմացիա եք սպասում, միգուցե վաղուց եք սպասում, միգուցե հեռվից եք սպասում։ Տեսնենք։ Տեսնենք, այսինչ լուրի եք սպասում աշխատանքի, ինչ նոր առաջարկություն են արել ձեզ, միգուցե կամ դուք ինչ որ մտահղացում ունեք, բայց քիչ ինչ որ ինֆորմացիա, պետք է լուրի եք սպասում, այսպես կարող եմ ասել։ Տեսնենք ինչ կասեն կարտերը հեռացուցիչ։ Տեսնենք։ Ինչքան փորձում եմ քիչ կարդանել չի լինում։ Տեսեք ինչ եմ տեսնում։ Այստեղ տեսնում եմ 7 առնետներով խաչի 7, այսինքն կամ գործից վերջերս դուրս եք եկել, կամ ուղղակի ինչ որ գործ եք անում, այդ գործը չեք անում, դադարեցրել եք, թողել եք, հեռացել եք։ Էլ եմ ասում, եթե աշխատում եք ուրիշի համար, եթե դուք ձեր գործն ունեիք, ինչ որ չգիտեմ, ինչ որ գործունեությամբ եք զբաղվում, ինչ որ բան ձեզից կամ հեռացել է, կամ դուք եք հեռացրել, դադարեցրել եք։ Ինչ որ մի նոր գաղափար ունեք, ես այստեղ բաժակի բաժով էլ հեշտում եք, ասեցի, դեք ինչ որ մի նոր գաղափար ունեք, ինչ որ մի նոր գործ եք ուզում, նորից ուզում եք սկսել եւ լուրի եք սպասում։ Ղարի տզով կարող եմ ասել եւ այստեղ տեսնում եմ սարը նպատակը ունեք, գնում եք նոր ուղղությամբ, թողնում եք ետևում հին գործը, ինչ որ անում եք, առաջ եք նայում, բայց խոչընդոտներ կան, խնդիրներ կան, խոսակցություններ եղել են, ինչ որ բանակցություններ եք վարում, ինչ որ զրուցում եք, շփվում եք մարդկանց հետ եւ օնլայն եւ ոչ միայն երևի թե միգուցե հեռախոսով չեմ կարող ասել, ուղղակի սա ավելի շփման մասին է խոսքը, բայց մի տեսակ ինֆորմացիան դադարել է, կանգնել է։ Ձեզ ոչ մերժել են, ոչ չեն մերժել, անկեղծ ասած։ Ես ուղղակի շատ ղարեր եմ տեսնում, բայց վերջում տեսնում եմ ֆինանսներ գալիս են։ Միգուցե պարզապես մեծ լուրջ ֆինանսների հետ է կապված, ես չեմ կարող ասել, սա գործունեության հետ կապված, ես չգիտեմ, դիմում եք ֆինանսների համար, այսինքն ինչ-որ բանկ եք դիմում, գործունեություն եք ուզում սկսել եւ ձեզ գումար է պետք, վարկ եք ուզում վերցնել, սա է ձեր գործը եւ այստեղ ինչ որ խնդիրներ են առաջացնում, զրուցում եք, շփվում եք մարդկանց հետ, առայժմ ձեզ պատասխան չեն տվել, դրա համար եք լուրի սպասում, այսպես կանգնած է ամեն ինչ, ձեզ գումարները պետք են եւ շտապ են պետք։ Նոր գործունեության համար ըստ էության ձեզ գումարներ են պետք, բայց առայժմ լուրը չի գալիս, տեսնենք, գուցե
լրացուցիչ ինֆորմացիա կասեն ինձ կարտերը։ Տեսնենք։ Լրացուցիչ ինչ կասեն կարտերը, ես ճիշտ եմ հասկանում։ Տեսնենք։ Վստահ չեմ կարող ասել 100%-ով թե ինչ կլինի առաջիկա 2 շաբաթվա մեջ, երևի թե հարցը կամ լուրը, որ սպասում եք այդպես շատ արագ կարող է չգալ հարգելիներս, բայց տեսեք, այո, կարող եմ ասել, այստեղ Թագուհին է ջահերի, որ այո, նպատակը ունեք, սա էլ ձեր ջահերով նպատակը նոր ինչ-որ նոր ծրագիր սկսել եք, ինչպես արդեն ասացի, ձեզ համար պարզվել է հանգարց ձեզ ինչ է, միգուցե ֆինանսները, իսկապես ձեզ ֆինանսները են պետք, որպեսզի ձեր նոր գործունեությունը շարունակեք, բանկի հետ է կապված, էլ եմ ասում, չեմ կարող ասել, աստղով կարող եմ ասել, ձեր նպատակին հասնելու համար, անդադ ինչ-որ նպատակներ եմ տեսնում, չեմ կարող ասել ինչի է, այսքան շատ նույն իմաստն եմ տեսնում, դուք շատ այսպես ոգևորված եք, այսպես մեծ հավատքով ձեր այս նոր ինչ-որ գաղափարին, այս չգիտեմ, միգուցե շատ եք ուզում, դրա համար դուք այդքան հավատում եք, սա էլ աստղով ձեր նպատակն եմ տեսնում։ Ուղղակի ձեր նպատակն իրագործելու համար կարծես թե ձեզ ֆինանսներ են պետք, այ ես տեսնում եմ ֆինանսները ձեզ պետք են եւ միգուցե լուրը կապված էր ֆինանսի հետ, որ չէր գալիս։ Այստեղ տեսնում եմ 4-ը, այսինքն մարդը անշարժ պարկած է, տեսնում եք, այսինքն ոչինչ չի շարժվում տեղից, լուրը չի գալիս, դուք էլ ոչինչ չեք կարողանում անել, որտեղ ձեր գործողությունները, հա, ձեր նպատակին հասնելու համար ձեզ ֆինանսներ են պետք, իսկ ֆինանսներ չկան։ Ես այստեղ տեսնում եմ, որ միգուցե հոգնել եք սпасելուց 10 թրերով տեսնում եմ, որ բայց կարծում եմ, որ սա վերջանում է, սպասողական վիճակը հավանաբար կվերջանա շուտով, համենայնիվս 2 շաբաթվա մեջ միգուցե եւ վերջանա, որովհետեւ դրանից հետո տեսնում եմ 8 ջահերի, իսկ սա արագության կարտն է։ Այսինքն այս վիճակը այս կանգնած դադարել էր, լուրը չէր գալիս, դրանից դուք չեք կարողանում գործ անել, չեք կարողանում ձեր դեպի նպատակ առաջ շարժվել, բայց ինչ որ շարժում կլինի, ինչ որ առաջխաղացում կլինի, այսինքն ինչ որ շարժ կլինի, ինչ որ բան տեղից կսկսի շարժվել։ Ես անկախ ասած չեմ տեսնում, որ լուրը գալիս է, միգուցե այստեղ ջահերի, միգուցե եւ լուրը գալիս է ջահերի ասպետով։ Իրականում լուրը լսում եք, ես ինչ որ ասում, ես չեմ տեսնում ձեզ ֆինանսներ գալիս են, թե չեն գալիս անկեղծ ասած, բայց կարող եմ ասել այ որ կանգնել էր, լուրը չկար, դուք չեք կարողանում շարժվել, շարժում կլինի իրականում, միգուցե եւ լուրը կգա։ Ես իսկապես չեմ կարող տեսնել ձեզ ֆինանսները կգան, թե չեն գա։ Այսինքն 2 շաբաթվա մեջ միգուցե հարցը լրիվ չլուծվի, հարգելիներս, բայց եթե ես իհարկե ճիշտ եմ հասկանում, մի քիչ շատ այսպես բարդ իրավիճակ էր։ Նոր ինչ-որ ցանկության նպատակի հետևից գնում եք, բայց դա կախված է ինչ-որ լուրից, լուրը կապված է ֆինանսների հետ։ Մինչև ֆինանսները չլինեն, դուք չեք կարողանա այդ գործն անել։ Ես տեսնում եմ, որ սպասողական վիճակի մեջ եք, դրանից էլ անգործության եք մատնվել։ Գիտեք, վերջի 2 կարտը տեսնում եմ 6-ը պենտակլի եւ տեսնում եմ արևը, այսինքն լավ կլինի ի վերջո, դուք ձեր ցանկությանը կկարողանաք հասնել։ Մի քիչ պետք է ուղղակի յոլա գնաք, ասելով 6-ն եմ տեսնում, ես չեմ տեսնում, որ դուք ֆինանսական ճգնաժամ ունեք, չէ, ձեր ուղղակի լուրը կապված էր գործի հետ, որ ֆինանսներ են պետք, կոնկրետ մի քիչ ներդրում պետք է անեք, չեմ կարող ասել գործի մեջ դնեք, բայց դուք իրականում ֆինանսներ ունեք, ֆինանսական խնդիրներ չունեք, բայց ինչ գալիս է, ինչպես գալիս է, այնպես էլ գնում է, բայց դուք ավելին եք ուզում, տեսնում եք, այստեղ տակը եթե տեսնում եք, այսպես ձեռքեր են, այսինքն ինչքան որ գումար դուք ունեք արդեն, ձեզ ավելի գումար է պետք, էլի եմ ասում, ձեզ լրացուցիչ գումարներ են պետք։ Արևով կարող եմ ասել, որ երևի թե լուրը կգա եւ դրական լուր կգա, այսինքն ձեզ լրացուցիչ գումարը ձեզ կգա։ Միգուցե 2 շաբաթվա մեջ լուրը կգա, ավելի ուշ կգան գումարները, ես վստահ չեմ կարող ասել 1-2 շաբաթում այդքան լուրջ փոփոխություններ, բայց որ դադարել էր, կանգնել էր ինֆորմացիայեք սպասում չէր գալիս, կգա, հույսով 2 շաբաթվա մեջ իսկապես ինֆորմացիան կգա եւ ձեր գործերն տեղից կշարժվեն։ Իսկ արևով կարծում եմ, որ պետք է որ ամեն ինչ հաջող լինի։ Ես ձեզ սրտանց ամեն դեպքում կամենում եմ, որ ամեն ինչ հաջող լինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին։ Հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում իրենց աշխատանքում, կարիերայում եւ գործերում։ Դիտորդներից մեկը խնդրել էր գործերի հետ կապված
նայել իր համար, ես որոշեցի բոլոր նշանների համար էլ նայել։ Տեսնենք, ինչ է սպասվում աշխատանքում կարիճներին հաջորդ 1 կամ 2 շաբաթվա ընթացքում։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Հարգելիներ, պարտադիր չի ընտրեք որևէ տարբերակը, որը ձեզ կվերաբերի, անել կարող եք վերագրել։ Ես ուղղակի ուզում եմ 2 տարբերակ, որպեսզի միայն ասենք մի տեսագործունեության մասին չխոսեմ, հասկանում եք, տարբեր կարիճների տարբեր իրավիճակներ են վերաբերում։ Մի քիչ ավելի շատ ինֆորմացիա կարողանամ տալ, շատ կարիճների կարողանամ օգտակար լինել։ Որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ես օգնող կարտերն էլ հանեմ։ Այժմ տեսնենք, ինչ է սպասվում կարիճներին։ Ոյ, կարիճներ, ես ճիշտ լավ բաներ է սպասվում ձեզ։ Սա ձեր նպատակներն ու ցանկություններն են աստղերով, սա էլ աշխարհի դռները բացվել են ձեր առաջ։ Ես տեսնում եմ ձեզ համար նոր էտապ, որը ձեզ մի քայլ եւս կմոտեցնի ձեր երազանքներին, ցանկություններին, սա կապված է աշխատանքի հետ, այսինքն ձեր գործունեության հետ։ Ինչ եք անում, ինչով եք զբաղված, որտեղ եք աշխատում, թե ձեր գործն ունեք, ոչ մի նշանակություն չունի։ Ձեր առջև բացվում են նոր դռներ, նոր էտապ։ Շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Ես կառաջարկեի էլ ոչ մի կարտ չհանել այստեղ։ Տեսնենք։ Ամեն դեպքում փորձեմ 1-2 կարտ, եթե կարող եմ լրացուցիչ ինչ-որ բան ասել։ Չեմ ուզում շատ կարտեր հանել, շատ լավ բաներ եմ տեսել։ Ֆինանսների հետ է կապված ձեր գործունեությունը։ Եթե ինչ-որ մի քիչ ավելի կայուն, ստաբիլ գումարներ գալիս էին ձեր գործունեությունից, ինչ-որ անում եք, փոփոխություն կլինի, ինչ-որ նորություն կլինի եւ գումարները ավելի շատ կկարողանաք գումար վաստակել։ Ես ասում եմ, ձեզ համար նոր էտապ է սպասվում, բացվում, այսինքն դուք նոր հնարավորություններ կունենաք։ Եթե կայուն էր, լավ աշխատում եք, լավ գումար եք վաստակում, հիմա ավելի լավ կլինի։ Իսկ այստեղ կարող եմ ասել ստվերի կարտով, որ եթե դուք արդեն ինչ-որ գործունեություն ծավալել եք, ես տեսնում եմ, որ դուք արդեն գումար վաստակում եք, ապա դուք շուտով կքաղեք ձեր աշխատանքի պտուղները, շատ ավելին կլինի, քան դուք կարծում եք, որովհետև աշխարհի կարտը շատ լավ կարտ է, շատ գեղեցիկ է։ Դա նշանակում է, որ ձեզ համար շատ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվելու, նոր դռներ են բացվելու, եւ հույսով եմ դուք օգտվեք այդ հնարավորություններից, հարգելիներս, շատ լավ է։ Իսկ հաջորդ տարբերակը տեսնում եմ լրիվ հակառակ։ Տեսնում եմ այստեղ հիասթափված մարդը, այսպես բաժակները ընկած են եւ տեսնում եմ այստեղ խոչընդոտ։ Մարդը հիասթափված է, որտեղ ինչ որ գործունեության աշխատանքի հետ կապված խնդիրներ ունի։ Լրիվ հակառակն է առաջին տարբերակի։ Տեսնենք։ Ինչ է նշանակում, ինչու է մարդը հիասթափված եւ ինչ խոչընդոտներ կան աշխատանքի վայրում։ Ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, բայց ոչինչ էլ ինձ չեն ասում այս կարտերը, անկեղծ ասած։ Տեսեք, ես այստեղ տեսնում եմ Խաչի եւ Դաման եւ Թագավորը, այսինքն կարող եմ ասել, այստեղ ձեր հիասթափությունը գալիս է ձեր գոլեգաներից։ Տեսեք, խաչ, այս բոլոր աշխատանքի հետ է կապված, ես էլ հենց աշխատանքի համար նայում եմ։ Դուք հիասթափած եք իրականում ձեր աշխատանքի եւ մարդկանցից, որոնց հետ աշխատում եք։ Շատ անհաջող մարդիկ են։ Այստեղ ամպեր են կուտակված։ Այս մեկը անդադ ինչ-որ խնդիրներ է առաջացնում ձեզ համար, սա ընդհանրապես միշտ դժգոհում բողոքում է։ Կարող եմ ասել, այո, այս հիասթափությունը իրականում ոչ թե կոնկրետ աշխատանքի բնույթից է գալիս, այլ ուղղակի գալիս է մարդկանցից։ Բայց տեսեք, ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ խոսակցություն, շփում, տեսնում եմ հանդիպումներ եւ արև։ Այսինքն միգուցե կարտերը ձեզ խորհուրդ են տալիս, միգուցե շփվեք, փորձեք փնտրել նոր աշխատանք փնտրել, որովհետեւ շատ լավ կարող է լինել, այսում հետ եք աշխատում, այս ինչ մարդիկ են, ինչու եք ձեր ժամանակը վատնում նրանց հետ, կարող եմ ասել, ես էլ եմ ասում, չեմ կարծում դուք աշխատանքից եք դժգոհ, այլ մարդկանցից։ Իսկ վիճակ մարդ չպետք է ունենա աշխատելուց։ Եթե դուք աշխատում եք, դուք պետք է ձեզ հարմար զգաք։ Իսկ ես էլ եմ ասում, կարտերը խորհուրդ են տալիս, ինչ որ այնտեղ հնարավորություն կարող է ձեզ համար բացվել։ Եթե դուք իհարկե սկսեք շփվել, բայց շփումից է սկսում, պետք է սկսեք խոսել ծանոթ մարդկանց հետ, փորձեք նոր աշխատանք գտնել, որտեղ արևով կարծում եմ, որ կհաջողի, կգտնեք։ Դուք երևի չեք սպասում, չեք կարծում, թե ինչքան արագ կարողանաք աշխատանք գտնել, բայց իրականում կարծում եմ, որ կարողանաք, ամեն դեպքում կարտերն են ասում, բայց դուք չեք կարող այսպես պարզապես
սպասել, որ հաջողությունը կգա ձեր դուռը կթակի։ Տվյալ դեպքում կարող եմ ասել շփումը, խոսակցությունը մարդկանց հետ, հանդիպելը, հարցազրույցերի գնալը միգուցե դա է տարբերակը, անպայման պետք է մարդկանց հետ շփվել։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Շատ ուրախ եմ, որ կարտերը եկան հաստատելու ինչ որ ես ասում էի։ Շատ ուրախ եմ, տեսեք, կարտերը վերահաստատեցին ինչ որ ես ասում էի։ Այսպիսի վիճակում եք, տեսեք, աշտարակը քանդվում է։ Սա ձեր աշխատանքի վայրն է, եւ ոչինչ չի ստացվում, դուք իրականում ընտրություն պետք է կատարեք, բայց աչքերը փակ է, տեսնում եք, ասինքն չի տեսնում տարբերակը, չի հասկանում ինչ պետք է ընտրի, ինչպես պետք է վարվել, որովհետեւ մարդիկ անհաջող մարդիկ են ում հետ աշխատում եք, այս աշտարակը դա, ասինքն աշխատանքում հաջողություններ առանձնապես չեք գրանցում, աշխատում եք, աշտարակը կառուցում եք, բայց ոչ միտեղ չեք հասնում եւ իրականում գործընկերների պատճառով, այդպես եմ տեսնում համենայն դեպս։ Կարտերը հուշում են, հավատացեք ձեր ուժերին, ձեզ նոր առաջարկություն կարող է լինել բաժակով ասպետը, տեսնում եք, բաժակը ձեռքին, սա առաջարկության, նոր առաջարկության կարտն է, ինչպես որ ես ձեզ ասեցի, եթե փորձեք զրուցել, շփվել մարդկանց հետ, ծանոթների միջոցով կլինի, ու միջոցով կլինի, հանդիպեք մարդկանց հետ, շփվեք, խոսեք ձեր աշխատանքի մասի, որ աշխատանք եք փնտրում, կարտերն ասում են հավատացեք ինքներդ ձեզ առաջարկություն իրականում հնարավոր է, որ լինի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում, իսկ նոստալգիայի կարտը նշանակում է դուք պետք է ձեզ այսպես զգաք, այսինքն այս հարմարավետ, մարդիկ ամենաերջանիկ օրերը իրենց մանկությունն է, չէ՞ որ հիշում են, այ դուք այսպես պետք է ձեզ զգաք աշխատանքի վայրում, ոչ թե այսպես, այս ինչ վիճակ է, այսպես մարդ չի կարող իրենց զգալ, եթե իհարկե կան այսպիսի կարիճներ, նորից եմ ասում, հարգելիներս, սա է ձեզ սպասում ակնկալում, եթե կլինի ինչ-որ առաջարկ, բայց էլի եմ ասում, առաջարկություն կլինի միայն այն դեպքում, եթե դուք սկսեք շփվել, հետաքրքրվել եւ իրականում ձեր կողմից քայլ անեք։ Տրանսֆորմացիա եմ տեսնում ստվերում, լրիվ կփոխվի ձեր վիճակը, լրիվ։ Դուք այս դարդոտված այսպես ծանր վիճակից հիասթափված գնում եք դեպի նոստալգիա, գեղեցիկ կարտը։ Գեղեցիկ հարմարավետ օրեր կարող են ձեզ սպասել։ Ուղղակի ընտրությունը պետք է դուք կատարեք, տարբերակ կա։ Դուք այստեղ տարբերակ չեք տեսնում, իսկ ես ասում եմ, որ տարբերակ կա, ձեզ առաջարկություն կլինի, բայց իրեն երկնքից առաջարկություն չի լինելու հարգելիներս։ Դուք պետք է սկսեք շփվել մարդկանց հետ, հարցնել, հետաքրքրվել, տեղյակ պահել, որ դուք աշխատանք եք փնտրում, եւ եթե առաջարկություն լինի, անպայման առաջարկություն ընդունեք, որովհետեւ ձեզ շատ ավելի լավ տեղ կտանի, քան դուք գտնվում եք այս պահին։